կկատարիր գնումների ձյան համակարգի խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Բարի երեկո, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, Հանրապետությունում համապետական ընտրություններն ավարտվել են 20:00-ին, բոլոր ընտրատեղամասերը դադարեցրել են իրենց աշխատանքը, այս պահին ընթանում է ձայների հաշվարկ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահներ Մամուլի Ասուլիսով հանդես գալի, ներկայացնում որոշակի մանրամասներ, մասնավորապես տարբեր համայնքների քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը, մասնակցության թիվը, որը ի դեպ բավականին բարձր է եղել, ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ազգային ժողովի ընտրությունների մասնակցությունը ժամը 20:00-ի դրությամբ կազմել է 1,476,597 ընտրող կամ 58,97%։ Եվ այժմ զրուցելու եմ արտաքին եւ համըտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի համահիմնադիր Դավիթ Պետրոսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև պարոն Ոսկանյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Պետրոսյան, դե այս ընտրություններում նախ աչքի զարնեց մասնակցությունը, մեծ ակտիվություն, բավականին բարձր ցուցանիշներ ունենք եւ կարծիքները շատ տարբեր են, թե որն է քաղաքացու մոտիվը այսպիսի մասնակցայնության, հա, ձեր կարծիքով որն է այն։ Կարծիքով երկու մոտեցում կարող ենք դիտարկել, առաջինը այն է, որ ընդդիմությանը մասնապես ուժեղ Հայաստանին հաջողվել է նախընտրական փուլում մոբիլիզացնել ինչ-որ քանակի մարդիկ ու ուղղորդել մարդկանց ընտրատեղամասեր, այսինքն ոչ թե բուն ընտրության օր, այլ միջ այդ աշխատանքի միջոցով։ Մյուսը կարող ենք կարծել, որ իշխող կուսակցության քաղաքացիական պայմանագրի թեզերը մասնապես վարչապետի խաղաղության մասով, որ կարող է պատերազմ լինի, այս եղածը պետք է պահպանել, սա հետ կապված մարդիկ մտահոգված են եղել եւ գնացել ընտրատեղամաս այս մոտեցման համար քվեարկելու համար։ Կարծիքով այս երկու մոտեցումներն են դոմինանտ։ Իսկ աշխարհաքաղաքական գործոնը այստեղ։ Աշխարհաքաղաքական գործոնի մասով մենք կարող ենք տեսնել, որ ամերիկյան, եվրոպական կողմը նախընտրական փուլում ամեն ինչ այս ցույց տալու համար, որ իրենք աջակցում են գործող իշխանություններին։ Ռուբիոյի այցը փաստաթղթերի ստորագրումը զվարթնոց 7 թվականում, մի քանի օր առաջ Թրիփի համաձայնագրի ստորագրումը, Եվրախորհրդի մեծ միջոցառման կազմակերպում Հայաստանում, ԵՄ Հայաստան առանձին ուղղությամբ վեհաժողովը, Մակրոնի այցը Հայաստան, այս ամեն ինչը ուղղված էր իրականում օգնելու իշխող կուսակցության ուժին եւ ցույց տալու, որ այն քաղաքականությունը, որ նրանք տանում են, ունի աջակցություն հավաքական արմունքի կողմից։ Մյուս կողմից մենք Ռուսաստանի կողմից ապատեղեկատվությունների, տարբեր տեսակի ներթափանցումների մեծ քանակ տեսանք։ Մենք նաև տեսանք, որ քաղաքացիներ են գալիս քվեարկելու եւ ասում են, որ նաև իրենք շուտ քվեարկում են եւ շուտ գնան, որովհետեւ կան ինչ-որ խնդիրներ առաջանան, իհարկե սա մեր տեղի հայ բնակչությանը առնվազն դուր չեկավ։ Այսինքն այս այն երկու մոտեցումները պայմանված են այս երկու գործոնների հետ իմ կարծիքով։ Շատ լավ, անակնկալներ սպասում ենք։ Ես այս բանը չեմ կարող ինչ-որ բան ասել, ես Կարող արկա տվյալների հիման վրա եմ փորձում հասկանալ, բայց իրականում այդ թվերը մեծ բան մեզ կասեն իմ կարծիքով։ Մենք կհասկանանք, թե օրինակ վարչապետի մասնակցությամբ որոշ միջադեպեր, ինչ ազդեցություն են ունեցել ընտրողների վրա, մենք կհասկանանք, թե մարդիկ որքանով են հավատում այն պայմանավորվածություններին, որ ձեռք են բերվել մեր անվտանգության եւ արտաքին քաղաքականության մասով։ Մենք նաև կհասկանանք, թե ինչ տեսակ ազդեցություններ են ունենում այդ ապատեղեկատվությունները Հայաստանում վերջապես։ Եվ մենք նաև կհասկանանք, թե ռուսական կողմի ազդեցությունը եւ Ռուսաստանի կողմից իշխանություններին մեծ թիրախավորումը իրականում ինչպիսի ազդեցություն է։ Բայց իմ կարծիքով սա մենք միայն կկարողանանք հասկանալ թվերով։ Շատ լավ, բայց այնուամենայնիվ մենք չենք բացառում, որ դրանք ազդեցություններ ունեցել են։ Որոնք արտահայտվելու են այս արդյունքները։ Միանշանակ ազդեցություն ունեցել են իմ կարծիքով, եթե ավելի կոնկրետ ասեմ, ուժեղ Հայաստան կուսակցությունը չեմ հիշում, երբ իրենք հայտ ներկայացրեցին մասնակցելու ընտրություններին, որպես քաղաքական ուժ երբ հայտնվեցին ասպարեզում, ու վստահ եմ, որ իրանք կլինեն երկրորդ ուժը, որ կմտնեն խորհրդարան, ու ինչն է հետաքրքիր,
մենք տեսնում ենք, թե խոշոր կապիտալը մի քանի ամսում կարող է ուղղակի դառնալ երկրորդ ուժ, ընդդիմության առաջնորդ, բացի խոշոր կապիտալից մենք կարող ենք նաև տեսնել, որ օտար ուժի հետ ասոցացումը, ստեղ խոսքը չգնում ինչ-որ արժեքներ կիսել այլ եւ այլ, մենք տեսանք, որ իրենցից ոմանք Ռուսաստանի քաղաքացիներ են, ոմանք աշխատել են հատուկ ծառայություններում, այդ բոլոր գործոնները ուղղակի կարող մի քանի ամսում մի մարդկանց խմբի, որոնց մեծ մասին շատերը չեն ճանաչում, ուղղակի հայտ ներկայացնել եւ այդպիսի լուրջ քվեներ հավաքել։ Ու սա իմ կարծիքով շատ մտահոգիչ է, սա խոսում է կուսակցական համակարգը կայացած չէ, սա խոսում է, որ տեղի ներքին քաղաքականությունը բավականին զարգացած չէ եւ այլն։ Տեսեք, ասացիք կուսակցական համակարգը կայացած չէ, ներքին քաղաքականությունը զարգացած չէ։ Իշխանությունը ասում է մենք դրա համար ամեն ինչ արել ենք։ Օրենքներ ենք ընդունել, սա ենք արել, նա ենք արել ու ոչինչ բան չեն կարող անել։ Մնացած ուժերը լավ չեն աշխատում կամ գուցե չեն ձգում, չեն կարողանում քաղաքական օրակարգեր գեներացնել, հա։ Արդյոք այս վերջին տարբերակն է այստեղ դոմինանտ քաղաքական առաջարկների օրակարգերի բացակայությունը, որովհետև խոսելով պայմանական կամ ենթադրյալ կամ հնարավոր երկրորդ ուժեղ Հայաստանի մասին, դուք հետ մատնանշեցիք կապիտալի առանցքային նշանակությունը այստեղ, ոչ թե առաջարկը քաղաքական երևի, չէ՞։ Այո, պարոն Վասկյան, կարծիքով այս ձեր հարցը մի կարևոր դեպքի հետ է կապված։ Եթե մենք նայենք վերջին գործընթացները, ուժեղ Հայաստանի հետ կապված ամեն օր մի ձայնագրություն հրապարակվում էր, թե այդ ձայնագրությունն որքան մարդ է ներգրաված, իմ կարծիքով մի հատ մեծ համակարգային ուսումնասիրություն է պետք է ակնկալել, որտեղ մենք դիպվածային բաներ նկատեցինք, մենք տեսանք ինչ-որ մի հոգու հետ խոսում է, մենք տեսանք մի հոգի մի քանի հոգու մասին է խոսում, մենք տեսանք որ ներգրավել է մի քանի 100 մարդ աշխատավարձ են ստացել։ Հիմա այս գործընթացները հետաքրքիր է թե որքան քվե են գեներացրել։ Հիմա եթե մենք նայում ենք այս թվերի գեներացումը, արդյոք սա բավարար է ԿՊ-ին հաղթելու համար, իմ կարծիքով ոչ։ Բայց եթե մենք նայում ենք թե այսինքն դա դեռ կտեսնենք թվերով, բայց առնվազն հիմա կարող ենք ասել, որ այդ գործընթացների տեղի ունեցնում, որ թույլ է տվել, որ դա տեղի ունենա, ամեն դեպքում դա տեղի է ունեցել։ Հիմա այդ մի քանի հոգի պատժվել է կամ կպատժեն, բայց ինչ որ մարդիկ վերցրել են ու ինչ որ մարդիկ քվեարկել են։ Իմ կարծիքով այդ հանցավոր ճանապարհով գեներացված ձայները մեծ խոչընդոտներ են ստեղծել այլ երրորդ ուժերի համար։ Այսինքն այդ քվեն բավարար չէր միգուցե ԿՊ-ին հաղթում, բայց դա բավարար էր նորմալ այսպես տեղի հայկական ուժերից առաջընթաց ունենալու համար։ Այսինքն մենք մի իրավիճակ ենք ստանում, որ տեղյակ մի իրավիճակ, որ անհավասար պայմաններ կան քաղաքականությամբ զբաղվելու համար, այստեղ խոսքը ոչ միայն կապիտալի մասին է, այստեղ խոսքը օրենքը խախտելով ազգային ժողովում հայտնվելու մասին է։ Ու սա վառ ապացույց, որպեսզի ավելի մենք հստակ գնահատական տանք, առաջի դեմքերի բանավեճի ժամանակ վարչապետը ինչ ասեց։ Նա ասեց, մենք կարող էինք կասեցնել, այսինքն այդ կոնստրուկցիան գործունեության կասեցումը տեղի չունի, որովհետև մեզ կմեղադրեն, որ մենք վախենում ենք, որ մենք կարող է պարտվենք, բայց արդյոք գործող իշխանությունը կամ համակարգը պետք է որոշում կայացնի հիմա վրա թե մարդիկ ինչ կասեն, թե պետք է որոշում կայացնի նրան ինչ որ օրենքում գրված է։ Հենց դա կուսակցական նպատակահարմարությունից ելնելով, հա, բավականին տարօրինակ հայտարարություն եւ հենց այդ համատեքստում էր լինելու իմ հաջորդ հարցը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը թույլատրել նույն ուժեղ Հայաստանին շարունակել ընտրապայքարը արդյոք իրավաչափ է։ Իմ կարծիքով այս հարցին ավելի կոնկրետ իմ կարծիքով նման ամեն օր ունենալ ընտրախախտման մասին տեղեկատվություն ու տարբեր մասշտաբներով, այսինքն բարձրայտ է, որ մարդիկ դրանով առօրյա կերպով զբաղվել են, այսինքն դա եղել է իրենց նախընտրական քարոզարշավի ամենակարևոր գործողություններից մեկը, չթույլատրված ճանապարհով հավաքել ձայներ։ Հիմա այս ճանապարհով հայտնվել խորհրդարանում, պարզ է, որ սա առաջացնելու է լուրջ խնդիրներ։ Հիմա ինչպիսի զարգացումներ սայնց տո տեղի կունենան։ Իմ կարծիքով սա պետք է արդեն պայմանված լինի, թե ինչպիսի վերաբերմունք կցուցաբերվի այս ընտրախախտումների վերաբերյալ, եթե գործող իշխանությունը ընտրություններից հետո, որտեվ իրանք ասում են, որ մեզ կարող մեղադրեն, որ մենք մտածում ենք, որ մենք կարող ենք պատվել։ Օրինակ, եթե դուք հաղթեցիք, ինչպիսի գործընթաց է սկսվելու
ուժեղ Հայաստանի նկատմամբ, որովհետև այդ նույն ուժը հետո մասնակցել է դիմ ընտրությունների, հետո 28 թվին քաղաքապետի ընտրությունների, թույլատրվել է, որ նույն ճանապարհով իրենք աշխատեն, թե այս բոլոր դեպքերը, кейսերը հավաքվելու են, տրվելու է մի գնահատական, որոշվելու է թե սա ինչպիսի ազդեցություն է ունեցել, դե սա նախադեպ է։ Նախադեպ ասելով ինչ նկատեմ, այլ ընդդիմադիր կուսակցություններ կամ միգուցե գործող նաև ինչ-որ իշխանություններ, չգիտենք ընտրությունները ոնց կլինի, կարող են տեսնել, դե լավ, մեզից մի 10-15 հոգի կբռնվի, մի քանի ամիս կնստեն, բայց մենք ունենք 10-20,000 ձայն ենք գեներացնում այս ճանապարհով ու առնվազն հաղթում ենք այլ երրորդ ուժերի։ Տեսեք, դուք նշեցիք ընդհանուր քաղաքական միջավայրի մասին, հավասարություն, դե այս համատեքստում էլի պարզ է, որ բուն քաղաքական այսօրվա գործընթացը չէ, որ պետք է լինի միայն թափանցիկ, հավասար, չգիտեմ, ներառական, այն, դա վերաբերում է ամբողջ այս ընտրական ցիկլին, այդ միջավայրին, հա, որտեղ այդ քաղաքական ուժերը կարողանում են իրենց գործողությունները ծավալել։ Այս համատեքստում հնարավոր կամ ոչ թե հնարավոր, այլ այսպես ասեմ, հա, սցենարներից մեկը կարելի է դիտարկել օրինակ դիմել սահմանադրական դատարան, չէ՞ որ անհավասար պայմաններ են ստեղծվել, ինչպես դուք եք նաև նշում, մնացած քաղաքական ուժերի համար, որտեղ եկել է կապիտալ, որին հենց նույն իշխանությունը բնորոշում է օտար կապիտալ, գրավել է քաղաքական դաշտի մի հատվածը եւ արդեն իսկ այստեղ բալանսը խախտված է, հա, այս ուժերի իրավունքները ինչ են կանելու։ Իմ կարծիքով սա պետք է լինի հետընտրական օրակարգերից մեկը, պետք է քննարկվի, որտեղ հնարավոր եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցություն հաղթի, մենք միգուցե այս հարցով այդքան չզբաղվեն, որտեղ նաև ձեռքերտես ունենալ նման ընդդիմություն, կարելի է ամեն օր օրինակ նախորդ ընդդիմության ասվում էր թալանչիներ, ու այդ ամեն բառապար հիմա կարող ասել ընդհանուր խախտումներով ընդդիմություն դարձած ուժ, այդպես կարելի ասել դա օգտագործել բայց փոքսի տանձիկը, այսպես իրենց լեզվով ասած, կարելի է փոխել։ Բայց իմ կարծիքով այլ երրորդ ուժերը, որոնք մտահոգված են Հայաստանի ինքնիշխանությամբ, ինքնաբավությամբ եւ կողմ են, որ Հայաստանի կառուցվածքային կախվածությունները այլ կենտրոններից նվազեն, պետք է փորձեն այս խնդիրը դարձնել օրակարգային, որտեղ հեղափոխությունից հետո կամ 44-օրյա պատերազմից հետո մի բան ակնհայտ է։ Եթե ինչ-որ մի խնդիր դառնում է հրապարական եւ դրա վերաբերյալ բավարար քննարկումներ լինում, իշխանությունները չեն կարող խուսափել դա հասցեագրելուց։ Եթե դա բավարար, միգուցե դա շատ ճիշտ թեմա է, ամեն ինչ տրամաբանական է, պետք է դա արձակել, բայց եթե բավարար, այսպես ասած, խոսակցություն դրա հետ կապված չկա, դա կարող է մղվել լուսանցք։ Ու բացի կապիտալից մի բան էլ կցանկանամ նշել, այդ հայտնի 3 ընդդիմադիր կուսակցությունների մասով նրանք ոչ միայն իրենց կապիտալով էին փորձում դաշտը գրավել, այլ նաև ապատեղեկատվություններ տարածելու քանակով սպառնալիքներ, լարվածություններ, նաև վատ լեքսիկոն օգտագործելու միջով սրա նպատակն էլ տեղեկատվական դաշտը գրավելն էր։ Օրինակ, երբ որ որոշում ադրբեջանցիները եկել են Սյունի կամ հեսա 300,000 հոգի է գալու, նման խոսակցությունները չեն թվում, որ այլ կառուցողական խոսակցություններ զարգանան։ Ու Անդրանիկ Թևանյանի դեպքը կապված Ռուսաստանի համար լրտեսություն իրականացնելու մասով, սրա հետ կապված պետք է լուրջ քննարկումներ Հայաստանում տեղի ունենան։ Դե ես վստահ եմ, որ Անդրանիկ Թևանյանը միայնակ չէ։ Ու այս դեպքը, նախադեպը պետք է շարունակվի եւ բացահայտվի այդ ամբողջ ցանցը։ Որտեղ եթե դա չբացահայտվեց, ինչպիսին էր որ տեղի ունենան այս հարցումները, մեր տեղեկատվական դաշտը շարունականում է մնալ օկուպացված, աղբով լցված, ու սա չի թողնի, որ մենք ունենանք կարևոր քննարկումներ եւ խոսակցություններ։ Ու չմոռանանք, որ նման իրավիճակի պատճառով էր նաեւ, որ մենք բավարար չէինք 44-օրյա պատերազմից առաջ, որտեղ խոսում էինք օրինակ Ստամբուլյան կոնվենցիայից, այլ ոչ թե օրինակ ռազմական բալանսից, նույն խնդիրը, երբ որ Ղարաբաղի էթնիկ զտման մասով մի տարի առաջ կամ 2 տարի առաջ էլի շատ այլ տարբեր կարելի ասել անիմաստ թեմաներ էին բերվում դաշտ եւ մի օր մենք տեսնում ենք, որ էթնիկ զտում է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում։ Այո, բլոկադան կար, բլոկադայի մասին մենք խոսում ենք, բայց եթե մենք քիչ թե ինչպիսի օրինակ դեպքեր էին տեղի ունենում 1 օր, 2 օր, այդ հարյուրանքներով քննարկում ենք այս կամ այն, մեր ուշադրությունը շեղվում էր այս թեմաներից։
Իսկ նման բարձր մասնակցայնությունը ենթադրում է, որ խորհրդան ավելի բազմազան է լինելու։ Իմ կարծիքով մենք խորհրդան անցնելու հնարավորություն ունի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ուժեղ Հայաստանը, Գագիկ Ծառուկյանի ուժը, միգուցե Ռոբերտ Քոչարյանի ուժը։ Այլ ուժերի մասով ես ու հատկապես այն ուժերը, որոնք նշեցի արդեն մտահոգված են Հայաստանի ինքնիշխանության տեղի լոկալ ուժեր են ու ոչ մեկի սատելիտը չեն օտարերկրյա խաղացողների, իրենց մասով ես կասկածում եմ, որ իրենք կհաղթահարեն շեմը։ Ու հետևաբար բազմազանության մասով այն խորհրդանը, որ մենք ունեցել ենք հիմա, իմ կարծիքով նմանատիպ մի խորհրդան է լինելու, դեմքեր կարող են փոխվել, բայց նարատիվը մնալու է նույնը։ Ու մենք դա տեսանք առաջի դեպքերի բանավեճի ժամանակ։ Այդ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեզերը մենք գիտենք, իսկ ընդդիմության թեզերը էլի նույնն էին։ Այդ այն ուժերի, որոնք մենք ես կարծում եմ, որ կասնեն խորհրդան, դրանք նույն այն թեզերն էին, որ օգտագործում էին օրինակ հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, Դաշնակցության կուսակցության ներկայացուցիչները, Ռոբերտ Քոչարյանի հետ կապված այդ մնացած պատգամները։ Թեզերը, խոսակցությունները հիմնական նույնն էին։ Սամվել Կարապետյանը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը պարտվում է։ Այսօր էլի քաղաքական ուժերից մեկը հայտարարում էր, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում, որովհետև ընտրախախտումները շատ են։ Սերժ Սարգսյանը նաև հայտարարություն արեց, ասաց, որ ինքը 10 ընտրության է մասնակցել եւ ապշած է չի տեսել նման մասշտաբի իշխանության միջամտություն ընտրական process-ների վրա, ու այսպես շարունակ։ Հող է նախապատրաստվում հետընտրական process-ների։ Ես կցանկամ հատկապես նշել մեր երիտասարդ ունկնդիրների համար, որ այն ընտրությունները, որ հաստատ տեղի ունեն մինչև 18 թվականը, դա նման է ճակատամարտերի, տեղի բախումների։ Ես անձամբ փորձ ունեցել եմ դիտորդության 16-17-ից, որը էջանքը մենք առաջընթաց ունեինք, իսկ միջև այդ այսօր մեր ընկերներից հետ էի խոսում, ասվեց ունենք 2003 ընտրությունների ժամանակ լույսերը անջատեցին, ակտիվ տղաներ ներխուժեցին դրատեղամաս, լցոնումներ արեցին, մի քանի օքի բրդեցին, մի քանի օքի խփեցին, տենց գնացին։ Նման բաներ շատ կար ու 17-ին ես շատ հիշում եմ, ինչպես ասենք ավելի շատ երիտասարդ կամ ոչ ծեր մարդիկ շատ հոգատար կերպով ծերին բերում էին ընտրատեղամասեր, նման բան մենք հիմա չենք տեսնում ու ի պատիվ քաղաքացիական պայմանագիր կուսակցության պետք է նշենք, որ 18-21 ու այս 26 թվականի ընտրության առնվազն քվեարկության օրը մենք ունենք ժողովրդավար սկզբունքներին համապատասխան ընտրություններ։ Ես մի քանի թվեր ունեմ, օրինակ ամենակարևոր բաներից մեկը տեսախցիկների 90%-ը աշխատել են 10-ից 30 դրությամբ։ Սա շատ լուրջ բան է, այսինքն կարելի է նայել ու տեսնել։ Մենք Սերժ Սարգսյանի ասածին հակադարձելու համար ուղղակի պետք է միացնել այդ, եթե նույնիսկ վերացարկվենք, որ օրինակ մենք ոչինչ չենք տեսել, նման բան է ասել, կարող ենք նայել, տեսնել ինչպես է եղել։ Կահավորման մասով 81%-ում խնդիր չի եղել։ Շնորհակալություն անկախ դիտորդին այս տվյալների համար։ Այսինքն այս ընտրատեղամասում ընտրական process-ը իմ կարծիքով բավականին բարձրաց կերպով կազմակերպվել է։ Իհարկե ընդդիմությունը կփորձի ինչ-որ թեզեր առաջ մղել, բայց մի բան, որ իրական չկա, հատկապես այս մասով ես չեմ կարծում, որ իրանք կարող են ինչ-որ բան, հակառակը այդ արհեստականորեն գեներացված նաև այդ ակտիվությունը, որը հաստատ ընտրությունների ձայնի վրա ազդելու է, հետընտրական փուլում պահել այդ ակտիվությունը բարդ է։ Հետընտրական փուլում ակտիվություն պահելը իսկապես բնական անարդարացության մթնոլորտ է անհրաժեշտ, օրինակ 2008-ի մարտի 1-ի նման։ Այժմ նման բան ես չեմ տեսնում։ Եվ Սամվել Կարապետյանը իրենք նշում են, եթե 1.5 միլիոն մարդ մասնակցի, մենք կհաղթենք։ Հիմա մենք տեսնում ենք, որ գրեթե 1.5 միլիոն ունենք, տեսնենք թե ինչ կլինի, բայց ամեն դեպքում մենք կարող ենք ուրախ լինել, որ այս ընտրական process-ի կազմակերպման մասով Հայաստանում մենք առաջընթաց ունենք։ Սա կարևոր նվաճում է, սա պետք է պահպանել։ Նախընտրական փուլը լի էր խնդիրներով, պետք է դրա վրա աշխատել, բայց այս մասով իմ կարծիքով մենք չտեսանք կռիվներ, վեճեր, որը սովորական էր նախկինում։ Այս անգամ դեպք են եղել, որ
ընտրատեղամասի այդ սահմանված չափի հեռավորությամբ մարդիկ կանգնած չեղել, ավելի մոտ են եղել, բայց սա արդեն մի փոքր այլ խնդիր է, սրա համար ավելի մի քիչ մեծ ուշադրություն է պետք պատասխանատուներին, պետք որ այդ մարդկանց ասեն գնան, որտեղ շատը նույնիսկ չգիտեն որ նման կարգավորում կա։ Պարոն Պետրոսյան, շարունակելով Սերժ Սարգսյանին, նա նաև այսօր հայտարարեց, որ Եվրոպական միությունը նրա կառույցները, առաջնորդները աչք են փակում այս իշխանության աննախադեպ ծավալի միջամտություններին, ընտրական process-ների վրա, որովհետև ինչ-որ պլաններ ունեն, որոնք այս իշխանության ձեռքով են էլի անելու։ Ինչ նկատի ունի։ Սերժ Սարգսյանի նման հայտարարությունների պատճառը կրկին հիմնական պատճառը մեկն է, որ հանրապետական կուսակցությունը եւ իր հետ կապված նաև այլ կուսակցություններ, ունենք Բարգավաճ Հայաստանը, այդպես էլ չդատապարտվեցին երկար տարիներ համակարգային կերպով ընտրակ խախտումներ անելու համար։ Ու դրա համար հիմա իրենք այդպես խոսում են։ Սա իմ կարծիքով առաջին բանն է, որ մենք պետք է արձանագրենք։ Երկրորդը իմ կարծիքով արդեն սովորական է դարձել, որ Հայաստան որոշ քաղաքական գործիչներ միջև Հայաստանի մասին խոսելը մի հատ պաշտպանում են Ռուսաստանին, ռուսական տեսակետն են առաջ մղում, հետո ամեն դեպքում մի հատ էլ այսպես ասած կպնում են Եվրամիությանը, եվրոպական երկրներին կամ արևմուտքին։ Իմ կարծիքով սա արդեն պարզ է, մարդիկ են արդեն հասկացել, թե ինչու է սա տեղի ունենում։ Ես սա դիտարկում եմ ոչ թե Հայաստանի ընդհանրապես տեսանկյունից, այլ Ռուսաստան ԵՄ արևմուտք հակամարտության շրջանակում Հայաստանի քաղաքական գործիչները փորձում են իրենց մեծ ներդրումն ունենալ արևմուտք Ռուսաստան հակամարտությունում ի օգուտ Ռուսաստանի, միգուցե կտեսնեն, կգնահատեն ու մյուս անգամ իրենք օրինակ կմասնակցեն ընտրություն, որտեղ այս անգամ իրանք որոշեցին չմասնակցել եւ աջակցել ուժեղ Հայաստանին, չէ՞։ Պարոն Պետրոսյան, դուք ասացիք Միացյալ Նահանգներ, Ռուբիոյի այդ TRIPS ստորագրված փաստաթուղթ, Եվրամիություն, այստեղ այդ համաժողովները Ռուսաստան իր գործողություններով այս ընտրական գործընթացների վրա ազդելու, ինչու են աշխարհաքաղաքական կենտրոնները սպասում այս ընտրության արդյունքներին։ Հարավային Կովկասը համաշխարհային մակարդակով լուրջ տարածաշրջան է եղել, ավելի լուրջ տարածաշրջան է դառնում, պայմանավորված այլ կոնֆլիկտներով, Մերձավոր Արևելք, Բասկաստան, Ուկրաինա, այս տարածաշրջանը ավելի կարևոր է դառնում, հատկապես հաղորդողիների, ճանապարհների մասով ու TRIP նախագիծը մեծ նշանակություն այս տարածաշրջանի համար ու նաև այլ խաղացողների համար, հատկապես ԱՄՆ-ի։ Հաղորդողիների վրա որոշակի ազդեցությունը, նաև դրանց անխափան աշխատանքը ուղիղ պայմանավորված է անվտանգային process-ների հետ։ Հետևաբար, թե Արևմուտքը, թե Ռուսաստանը ցանկանում են, որ process-ները այստեղ այնպես տեղի ունենան, որ իրենց շահերին դա չհակասի։ Ու այդ հետաքրքրությունը իմ կարծիքով պարզապես դրանով։ Եթե մենք փորձենք ավելի խորանալ, ինչ ունենք մենք Հարավային Կովկասում, մենք ունենք Վրաստան, որը վերջին քաղաքական գործընթացնով պայմանավորված առնվազն երկար ժամանակով անորոշ, կարելի ասել, անորոշ ժամանակով հետաձգվեց ԵՄ ինտեգրացիոն կամ արևմտյան այլ երկրների հետ կամ կառույցների հետ հարաբերությունները։ Մենք ունենք Ադրբեջան, որ այսպես ասած անհույս ավտորիտար երկիր է, առնվազն մինչ Իլհամ Ալիևը կենթանի է, այդ ռեժիմը այդպես էլ կմնա, եթե այլ փոփոխություններ չեն, բայց այս կարգով ես չեմ տեսնում լուրջ նախադրյալներ։ Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որ ժողովրդական ճանապարհով փորձում է ընթանալ ու ինչպես Հայաստանում կլինեն ընտրությունները։ Խոսում են նաև թե ինչպիսի ապագա կունենա տարածաշրջանը։ Ոստեղ մի հատ հետաքրքիր բան է եկամ գալ, շատերն ասում են, որ Ռուսաստանը տարածաշրջանից հեռանում է, բայց օրինակ եթե մեր ընտրությունում մենք այլ արդյունքներ տեսնենք, մենք կտեսնենք, որ Ռուսաստանը ոչ թե տարածաշրջանից հեռանում է, այլ ուղղակի վերադիրքավորվելով փորձում է պահպանել ազդեցությունը եւ միգուցե նույնիսկ մեծացնել։ Շատ լավ։ Այս ընտրությունները Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացնում ինչ նշանակություն ունեն եւ ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք եւս ակտիվ լուսաբանում են Հայաստանի խորհրդանական ընտրությունները, հիմնականում վերնագրերը այսպես են, թե ինչ է լինելու այս գիշեր Հայաստանում եւ ասում են սա ընտրություն չէ, սա Հայաստանում տեղի ունենում աշխարհաքաղաքական բևեռի հանրաքվե։ Արդյոք դա այդպես է։ Իմ կարծիքով Հայաստանում տեղի ունեցող ընտրությունները պայմանավորված են աշխարհական գործընթացներով, բայց եթե մենք ուշադիր հետևենք, թե
կողմերը ինչ հռետորաբանության են հանդես գալիս միջև ընտրություն, իսկ հռետորաբանությունը որն է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր ղեկավարի ակտիվ մասնակցությամբ մի քանի անգամ փորձել նշել ու դա այդպես էլ կա, որ Հայաստանը ոչ թե սոջադաց է անում դեպի արևմուտք, Հայաստանը ոչ թե հեռանում է, ուսասից այլ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր հարտակին հարաբերությունները, վերականգնել իր անվտանգության ճարտարապետությունը։ Ու այդ ամեն ինչը ոչ թե տեղի ունենում ընդդեմ Ռուսաստանի կամ ի ահաշիվ Ռուսաստանի։ Միգուցե դա այդպես ստացվում է, բայց նման մտադրություն առնվազն չկա։ Դա համար նաև Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում գործող իշխանություն բավականին նուրբ է ու շադիր է։ Մյուս կողմը, եթե մենք նայենք, բացի Էդմոն Մարուքյանից, ոչ մեկ չասեց, որ իրանք այդ խաղաղության նախաստորագրված պայմանագիրից Հայաստանի զորագությունը հետ են կանչելու։ Թրիփի մասով չեն ասում, որ չեղարկելու են, որտեղ դա անելու համար մենք պետք է այլ ընտրանք ներկայացնենք։ Իրանք ունենք պետք է ասենք կա ռուսական նման նախագիծ, մենք սա ենք առաջ տանելու։ Իսկ մենք գիտենք, թե ռուսական բոլոր նախագծերի հետ ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 9-ը եւ մնացած, այսինքն այն ինչ որ պետք է անել Հայաստանը անում էր, այն ինչ որ պետք է անեն մնացած կողմերը ոչինչ նրանք չէին անում։ Ու այդ ամենից նոր Հայաստանը ստիպված փորձեց գտնել այլ գործընկերներ։ Ադրբեջանի մասով Ադրբեջանը փորձում է այդ կեղծ խոսույթը ավելի, այսպես ասած, շարունակել, գեներացնել, մեծացնել, փորձելով Հայաստան ներկայացնել այդ աշխարհակահաղական բախումների կիզակետում։ Բայց մենք պետք է փորձենք ներկայացնել, որ այստեղ ոչ մի բախում չկա, այստեղ կա Հայաստան, որ ունի շահեր ու փորձում է այս աշխարհական իրավիճակում ճիշտ կողմնորոշվել։ Վրաստանում նաև հենց Վրաստանից փաստում են, որ այնտեղ աննախադեպ իրավիճակ է, քննարկման թիվ 1 թեման Հայաստանի խորհրդանական ընտրություններն են, ասում են Վրաստանը երբեք այսպես ուշադրությամբ չի հետևել Հայաստանում տեղի ունեցողին։ Ինչու՞։ Վրաստանի իմ կարծիքով ժողովուրդը որոշակի խանդով է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություն, հատկապես ես նկատում եմ այն քաղաքացիներին, որոնք կողմ էին ԵՄ ինտեգրացմանը, կողմ էին արևմուտքի հետ հարաբերությունների բարելավմանը ու այն ճանապարհով, որ մենք ընթանում ենք, իրենց մոտ մեծ ասոցացումներ են գալիս։ Խոսույթը, որ Կարապետյան Սամվելը հայկական Իվանիշվիլին է, շատ տարածված։ Մենք կարող ենք բանավիճել այս թեմայի շուրջ շատ, իմ կարծիքով իրանք բավականին տարբեր քաղաքական գործիչներ են, թե իրենց ամեն տարբեր չափանիշներ հաշվելով, բայց ամեն դեպքում այս խոսույթը տարածվեց ու որոշ մարդիկ դրան հավատում են, հատկապես վրացիները։ Վրացիները նաև շատ ուշադրությամբ փորձում են հասկանալ, թե Նիկոլ Փաշինյանի իր գործունեությունում ինչպես է տարբերում Սաակաշվիլիից, ինչ սխալներ Նիկոլ Փաշինյանը չի անում, որ արեց Սաակաշվիլին։ Որոշ վրացիներ նշում են, որ այ մենք ավելի շատ ռեֆորմներ ենք արել, քան հայերը, ամեն դեպքում մենք իրենցից առաջ ենք։ Ու նաև վրացիները այն խումբի իմ կարծիքով իրենք մտածում են, որ եթե Հայաստանում հաղթում է օրինակ ուժեղ Հայաստանը, դա նաև իրենց համար է բացասական ազդեցություն ունեն, որտեղ տարածաշրջանը ավելի է ներքաշում ռուսական ազդեցության մեջ։ Եթե այլ process է Հայաստանում տեղի ունենում, սա նաև հնարավորություն է իրենց համար, որտեղ մենք տեսանք մի քանի անգամ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը տարբեր կարևոր հարթակներից նշեց, որ Հայաստանը շատ կարևոր է ԵՄ Վրաստան հարաբերությունները։ Ու մենք նաև գիտենք, որ ընդհանուր սահմանի տեսանկյունից ԵՄ-ի հետ մեզ համար շատ կարևոր է նաև Վրաստան ինչ է տեղում, հետո նույնը նաև իրենք են մտածում։ Դե արդեն մի քանի ժամ ընդամենը եւ այս ինչպես բնորոշում են պատմական ընտրությունների արդյունքները տեղի կլինեն։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս արտաքին եւ անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի համահիմնադիր Դավիթ Պետրոսյանն էր։ Մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։